Թաուն կապանը նախաձեռնել է մի հաղորդաշար, որի շրջանակներում ներկայացնելու ենք արժանի կապանցու։ Մարդ, ում կարող էիր տեսնել Տիգրանի կրպակի մոտ, քաղաքապետարանի շենքի դիմաց, մարզպետարանում, երկրապահում, կուսակցական ընկերների կողքին եւ մարդ, ով պարզապես ընտանիքի հայր էր, ամուսին էր, սիրող պապիկ էր եւ լավագույն ընկեր էր բոլորիս համար։ Ինչ որ մեկը կորցրեց իր լավագույն ընկերոջը, ինչ որ մեկը կորցրեց իր լավագույն աջակցը, բայց կապանը կորցրեց իր գույներից մեկը։ Քաղաքի ամեն մի անկյունում լսելի է Խորենի ձայնը։ Ու շնորհակալ ենք, որ Խորենին մենք ճանաչել ենք հենց կենդանության օրով։ Կարծես թե ամեն անգամ, երբ նրա անունն ենք տալիս, մեր ականջներում լսվում է մատաղնի ձայնը։ Այս նյութի հետի շատ մարդկանց է կարծում կորցրա։ Ու ոզում կլե ավելի մոտիկ է Խորենին ճինաչի։ Մարդկանց ասում կլե հին շնակ հիշում դիշողության մեջ ինչնա մնացած։ Ու հիմնականում շատերս ուպեն են ասում, որ ասում է Խորեն ջան հունցես, ու ինքը միշտ ասում է հələ ստիլ լավ լաչը։ Խորենին մենք բացակա չենք դնում։ Գուցե ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց հոգեպես ամեն պահ, ամեն վայրկյան զգում ենք նրա ներկայությունը, որովհետև այն ամենը, ինչ որ նա մեզ տվել է, դեռ մի ամբողջ կյանք բավ է, որպեսզի ապրենք ու վերհիշենք նրան թեկուզ անսահման կարոտով։ Խորեն Պավելի Հարությունյան ծնվել է 1969 թվականի փետրվարի 1-ին Կապան քաղաքում։ 1984 թվականին 9-ամյա կրթությունը ստանալուց հետո ընդունվեց Կապանի շինարարական տեխնիկում, մասնագիտությունը տեխնիկ շինարար։ 1988-ից 90 թվականներ ծառայել է ԽՍՀՄ-ի բանակում։ 1991-ից 92 թվականները աշխատել է Կապանի շրջանային հիվանդանոցում որպես վարորդ։ 1992 թվականի ապրիլի 26-ից ծառայության է անցել թիվ 100 Կապանի ինքնապաշտպանական գումարտակ, որպես ավագ հետախույզ։ 1993 թվականի մարտին մասնակցել է Կապանի և Զանգելանի շրջանների պաշտպանական դիրքերի և հարակից գյուղերի գրավմանը։ Ծառայել է մինչև 1995 թվականի մայիսի 4-ը, հետո զորացրվել։ Պարգևատրվել է մարտական ծառայություն, ազատագրում, մայրական երախտագիտություն, ծովակալ Իսակով մեդալներով։ 2004 թվականից ղեկավարել է Կապանի տարածաշրջանի ազատամարտ կոմիտեն։ 2008-ից 2012 թվականները եղել է Կապանի քաղաքային համայնքի ավագանու անդամ։ 2017-ից 2020 թվականները աշխատել է Հայ-Անտառ ՊՕԱԿ Կապանի մասնաճյուղում որպես անտառապահպանության ինժեներ։ Որպես կապանցի, որպես սյունեցի, շատ հայրենասեր տղայր։ Եզակի անձնավորություն էր մեր Կապանի համար, որովհետև ինքը տարիներ շարունակ 90-ական թվականներից մինչև իր վերջի կյանքի օրերը ինքը ամեն ինչ արել է, անում էր
թե կապանի թե Սյունիքի համար։ Եվ դրա վառ օրինակը այն է, որ ինքը մասնակից էր բոլոր պատերազմներին, թե 92-ից 94 Արցախի առաջին ազատագրական պատերազմի, թե ապրիլյան քարորյա պատերազմի եւ թե 44-օրյա պատերազմի։ Ինքը միշտ առաջամարտիկ էր։ Հենց այդ զանգը հնչում էր, ինքը իր համագեստը հակած ներկայանում էր Արամ Մանուկյան կոմիտե դաշնակցության ջոկատներին վրացնելու։ Ոչ մի անգամ չի թերացել, միշտ ինքը հպարտ էր, որ ինքը մասնակից է մեր հայրենիքի պաշտպանությանը։ Իր հետ շատ պատմություններ կա կապված։ Օրերս ընկերներով քննարկում է, հիշում էինք, իր մարտական ընկերներից մեկը մեր Խաչիկյան Գարեգը հիշեց, որ 93-94 թվականի պատերազմի վերջին էր, 94 թվականը փետրվարի 1-ին հենց խորեն ծնգան օրը, որ Ադիզում ինչպիսի շատ վատ օր են իրանք անցկացրել այդ թշնամու ռմբակոծության տակ եւ միշտ հիշում էին, որ ասում էին խորեն այս ծնված օրը դնելու չի լավ, որ այս օրը մենք այդ ռմբակոծության տակ այդ ինքը շատ ուժեղ տղայր, ինքը շատ բարի տղայր, պատերազմից հետո իր ծավալած աշխատանքները կապանցիների համար, կապան քաղաքի համար, ինքը մի այլ կարգի ակտիվ անձնավորություններ ամեն տեղ խորենը կար, եթե քաղաքի հետ կապված ինչ-որ հարց կար, խորենը ընդեր էր, խորենը իր ակտիվ մասնակցությունը ունում էր եւ բոլորս գիտենք ինքը ղեկավարում էր ազատամարտ կոմիտեն, քանի ազատամարտիկների ընտանիքներին, երեխաներին ինքը ձեռք մեկնել եւ այդ երկար տարիների ընթացքում ոչ մի անգամ խորենի աշխատանքի հետ կապված հարց չէր առաջանում։ Այս ամեն ինչն անակրագրում մեր խորենի թե կապանցի լինելը, թե որպես մարդ իրայությունը շատ ափսոս, շատ։ Պարոն Գրիգորյան, ինչպիսին է խորենը։ Խորենը ընկեր Հարությունյան շատ սիրելի, շատ աշտելի ազնվորություն էր մեր քաղաքում։ Խորենին ճանաչել եմ դեռևս 1992 թվականից։ Երիտասարդ էինք ես էլ։ Տենց երբեմն հանդիպում էինք, բարևում անցնում, ոչ հաճախակի, բայց արդեն տարիներ հետո, երբ ես նշանակեցի Կապանի զինվորական կոմիսարը, մեր համագործակցությունը ավելի հաճախակի դարձավ, ավելի մերձացանք, ավելի ճանաչեցինք իրար։ Եվ այսպես ես կբնութագրեի Խորենին, շատ ազնիվ, շատ մաքրյա հոգի, պատրաստական, ցանկացած գործում, թե ապրելու, թե մահանալու հայրենիքի համար, թե չգիտեմ, ամեն իր եղած չեղածը տալու։ Այդ կարգի անձնավորություն էր։ Պատահական չէ, որ Խորենը դարձավ ազատամարտ կոմիտեի նախագահ եւ այդ ժամանակ ավելի շատ ինքն բացահայտեց իր անհանգստությունը, իր բարյացակամությունը, իր օգտակարությունը զոհվածների, անհայտ կորածների, վիրավորների ընտանիքների շատ էր ցավում, շատ էր ցանկացած օր, գիշեր, ցանկացած մարդու դուր բացում եւ խնդրում էր, որ այսինչ զոհվածի կամ անհայտ կորածի ընտանիքից ասենք ծնողն է բացակայում կամ ինչ-որ մի բան, թեկուզ լավով ասենք
զոհվածի երեխան պետք է ընդուներ բարձրագույն ուսումնական հաստատություն, ծեծում էր բոլորի դռները, խնդրում էր, որ ուսման վարձերի համար, խնդրում էր տեղափոխությունների համար, չգիտեմ, հիվանդների համար։ Օրվա մեջ մի քանի անգամ գալիս էր զինվորը։ Ինչով կարողանում օգտակար էր լինում։ Եվ մեր համագործակցությունը այնքան ճիշտ դարձավ, որ հարցեր էր լինում, որ ասում էի, խնդրում եք այս հարցով դիմեք Խորենին, որովհետև Խորենը կոնկրետ այդ մարդկանց ընտանիքների հետ աշխատում է։ Ընտանիքի բոլոր անդամներին ճանաչում է, սկսած ծննդյան թվերից մինչև տվյալ պահը։ Խորենը շատ լավ կապանց էր, Խորենը շատ լավ մարդ էր, որպես մարդ ես նրան շատ բարձր եմ գնահատում։ Պարզապես ցավալին այն է, որ այդ լավ մարդիկ կյանքից հեռանում են, նոր սկսում ենք այդ մարդկանց հետևից ման գալը։ Ուրեմն այս վերջի տարիներին, մի տարի, երկու տարի, Խորենը շատ լուրջ զբաղվում էր այդ գուսաբուժությամբ։ Արանքով ծխելը թողնում էր, սկսում էր ծխել, երբ հանդիպում էինք, ով մոտ ինչ խնդիր էր առողջական, ինքը գտնում էր մի հատ այս բույսը պիտի օգտագործես, որ ճնշումը թիշնի, այս բույսը օգտագործի, որ սենց ալի, դեց իրան տվել բաներ արել էր, ուսումնասիրում էր այդ ուսաբուժությունը։ Հայրենասիրության ֆանատ էր։ Տենց է կյանքը, տենց է, սա կյանքը նվիրված թեկուզ ես բանից հետո, ոչ մեկը չի իմանում, որ ամոթ որ այդ պոստերը, ինչ-որ բանը, ինչ-որ ձև չկա, ամեն վարգյան։ Եթե հանկարծ մի օր պատահում էր, իրար հետ չէին խոսում, մեն զանում էր։ Հիմա դա, ուսրոս ինձ սանամ, ասում ես դեին խորին, ինչ կա, ինչ ակար ինքն։ Այլ ենք ասում ռան խոսում, ինչ եմ այլ չեմ հավատում, որ ինքը չկա։ Զոհված են ելել ունենք, իրավարել մեր մոտ, մեր սպիդերը, մեր վերքը սպիացն են, էտ հայերև մեզ պահան։ Թարմ վերքը դժվար է, ված դես քանի։ 30 տարից ավելյան մենք այդ բանի մեջ ենք, քանի պատերազմ անցավ մեզնից հետո։ Գալիս են բաներ կա, քար եք, ցեմենտ բիտոն եք, ինչ եք։ Դա գիտես ինչ ա։ Իմունիտետ էլ կա, էլի։ Իր հետ պատմությունները սաղ հետաքրքիր է, սաղ հետաքրքիր է, այն ամենա մարդկային, այն ամենա մանուկ թվացող բաներից սկսած, ես ասում հենց իր էությունը, որ իրան ճանաչում է, այդ նույն բաներից կաս ես ոչ հայտնագործություն եմ, որ այգի էր, ինչ էր, վերցել է, որ կարգավորի բան, ճիշտ ասած ես կիչենում եմ, մի քանի անգամ ասեց գնալ բան, բասեց բնություն բան գնում էր, հետո գիտես ինչ կա, մարդն է որպես բնության մասնիկ, բնությունը մարդուն շատ է, կարգավորում բնությունը, բնության անպայման գտի հաղորդակցվես, ամենակիչը 6 անգամ եղբայրական գնում էին, ինքը ինձ համար կենթանի է, տան դուրը որ բացվում է, դնում է Խորենը։ Տան դուրը որ բացվում է, որ մենք ենք տան, ենք պատոբի Խորենի կանքներ, խորիկ, պապի կյանք, մոտեց միան, հենց Խորենը վազում էր մեջանցք, չգիտեմ, դիմավորելու պոբային, ինքը, չգիտեմ, ամեն մեկից հանդեպ առանձիներելի իրավերաբերմունքը, առաջինը որպես գատնապես խոսեմ, չկա տենց մարդ, որ կարողանա ուրիշի աղջկան իրան տուն ընդունի որպես հարազատ, առաջինը ոնց ես չեմ զգացել, որ ես այդ տան հարցը Քվիշտ է մեր այդ ավանդական այդ ադատ հասվածին, որ եթե չես կարողանում պատտաբի չինձ ասես պապա, որտեղ այդ բարի մեջ չի հարգանքը, որտեղ ինքան շատ եմ սիրել, որ հազար անգամ բառ ասել իրան արժանի պապա էր, ամեն մարդ չի, որ այդ ձևի, այդ տեսակ կարա սիրի, իր մեջ սերը շատ էր բոլորիս նկատմամբ, հոգատարությունը
երեխան ամեն անգամ եթե ջերմում են ինքը ամեն ինչ անելու է որ ամեն ինչը անցնի մեր կազմակերպությունը անսահման իրանման պապիկ չգիտեմ ես չեմ տեսել այդ տեսակ հոգատար այդ տեսակ այնքան շատ բաներ ինքը խորենին տալիս հայրենասիրությունը տեսակի ձևավորվում ասենց ամեն ձև հիմա ինքը չկա բայց ես չգիտեմ ես ամեն անգամ աշխարհի ամենաերջանիկ ծնողները կլինենք ես ու ամուսինս որ խորենը իա անվանը արժանի մեծանա Տան որակներ սիրում։ հենց հյուրասենյակում փոքրիկ սեղանի մոտ խորենի հետ շատ մենք լուսանկարներ են տեղը շատ խաղում էին դե տանը սատում սարքում էին ֆուտբոլի դաշտ եթե խորենը ուզեր ֆուտբոլ խաղար սենյակում ֆուտբոլ էին խաղալու դիվանի նստելու արիքիս մասաշանը խորենի չգիտեմ մեր տան բոլոր անկյունները սիրելի են երբ որ ինքը տանին էր իա էներգիան այնքան շատ էր գիտեմ իրանց հետո մեր տունն էլ ոնց որ էներգիա պակասել է ջերմությունն է պակասել Եղել է որ իրոք տենց շատ տխուր տեսնեք որ ես շատ ուրախ եք անցնում դե ինքան ուժեղ հզոր մարդ էր հզոր ամեն բառից իմաստով հզոր մարդ երբեք իր խնդիրները ներգործությունը երբեք տանացուր չի տվել իր խոսքն է չէ ինձ ինչ ա եղել շատ ամենալավն եմ ես կյանք ուրախ ապրուստ ձրի եւ իհարկե տենց չի որ մեր տանը չեն եղել խնդիրներ բայց ինքը ինքան հզոր պապա էր այնքան մեջք էր մեր բոլորի համար որ երբեք դա չի ցույց տվել ծնողներս կյանքի կրթություն են տվել բայց ինձ որպես մարդ ձևավորման մեջ պապայի դերն է չգիտեմ 90%-ով որպես ուսուցիչ իմ մեջքը ուղղել է ինքը ինձ ինքնահստահություն ա տվել միշտ ասում էր տենց բան չկա որ դու չկարողանաս տղայիս էլ ասում էր խորեն դու ամեն ինչ գիտես ինչ էլ որ չգիտես սովորել ես ու հիմա միշտ տղաս հետ ասում եմ մա պապիկ ոնց որ ասում է ես ամեն ինչ գիտեմ պապ կարաս առանձնանաս սպասում ենք տաններ սկեսուրից հետ սկեսուրիցս առանձնացել էր որից հետ այդ խորհուրդը տա հաջորդ օրը գնացի տուն սկեսուրս ինձ դե ոնց որ իրար հետ քախում քննարկում եք ինձ այդ մի պատմեք պետք չի չգիտեմ ամենամոտ ընկերն է ամենամոտ չգիտեմ իր տեղը ոչ մեկ չի կարող լրացնի ոչ մեկ անգամ իմ ծնողները ջերմությունը ոչ մի ձև միավոր չի լրացնել դրաս հաճախ նկարի մոտ կանգնում էր տանը կամ ալբոմ սարքել իր ցանկության որ ինքը նայի պապիկի հետ նկարները դե օրինակ ինքը բարձրակ էր դնում ալբոմը այդպես քնում բայց դե ինքը մեծ էր ոչ մի ձև չգիտեմ հին վիդեոներն ենք նայում որտեղ որ ձայն կա թերթում են որ մեջ չգիտեմ այդ պահին բայց այդ այնքան մեծ կորուստ է չգիտեմ շատերն ասում են կապանը գույն կորցրեց չգիտեմ մեր տանը էներգիան ու հոգին գնաց մեր տանը նոսորական պատեր են որտեղ մենք ապրում ենք մեր Մարաշենիկ գյուղացի ենք եկած ծնողները Մարաշենիկ գյուղից է իր հայրը Կարապետյաններ Գերդաստանից է իր մայրը Անամիրյաններ Գերդաստանից երկուսն են մեր գյուղում եւ Չուչե նաեւ քաղաքում հանրապետության մասշտաբի Գերդաստաններ են եւ նարածնողների համատեղ ընտանիքից ծնված երեխան ինձ թվում է պետք է հայրենասեր լինի, դժոխական լինի, լավ բարևան լինի, լավ ընկեր լինի, որը որ կարելի է բոլոր վերագրատներ խորեն։ Խորենը ճիշտ է հիմնական մանկությունը հանցեկացել շինարարների տղամասում, բայց երբ ամառային ազատությունների եւ փոքր ժամանակ մեր տարեկան տարբերությունը նենց մեծ չէ, ասենք մի 6 տարվա տարբերություն է, բայց գյուղում ասենք եղել ժամանակներ ակտիվ, նենց մեր բարոյական ասած ճուտական են ասած ճպտան երեխաներ էլ ասենք նենց արագաշարժ, ֆիզիկապես ակտիվ եւ գյուղում եղել ժամանակ էլ եւ հետագայում եթե ասոցամ նաեւ մենք դերներ դառնանք ուսակցական առումով բոլոր դեպքերում խորը ցավով ենք ասում որ այսօր ասենք խորը չկա բայց
ինչ ասած դա ոչ մի բան չկա ուղղակի մեր ապրաստայինները հասնում բնականա մենք միշտ մեր ընկերները հիշել որպես մեր խորեն որտեղ խորենը եղել ակավ նա մեր սրտերում և ուշել Բնականաբար Խորեն Հարությունյանի մարտականու մասին իր մարտական ընկերները պատմում են ես խորեն հետաքրքիր անձնավորության մասին ես պատմում հազարավոր ընկերներ, ծանոթներ, տասնյակ հազարավոր մի քանի տասնյակ մարդիկ են, որոնք իրանց ծեյությամբ դրական էներգիային շրջապատին տալիս և զարմանալի լավապես, շատ քիչ մարդիկ կան, անցիկ մարդիկ կան նույնիսկ են ուրախության միջոցառումները, ուրախության պահերը կարող են չակետների մեջ դնեմ հարամ Խորեն ընդակարակը կարող ամենատխուր իրավիճակում իր լավատեսությամբ, իրանից դուրս եկող այդ դրական էներգիայով, եթե ոչ անմիջապես չեզոքացնի, գոնե մեղմի այդ տխրության պահ, հետաքրքիր դրական, լիցք ունեցող անձնավորություն էր։ Ես երևի թե ամենավերջինն եմ իր հետ խոսել։ Երբ արդեն ինքը հիվանդանոցում էր, բացի բժիշկները վերջին ես եմ իր հետ խոսել, նույնիսկ այդ պահին, երբ որ արդեն մահագրքեն իրեն տանում էր, բժիշկները որոշակի բաներ ասել էին, որ այլևս Աստված կարող է իրան օգնել, Իսահմանս ինձ, երբ որ մտա իր սենյակը, այդ պահին նույնիսկ ինքը ամեն ինչ հումորի վերածեց։ Նույնիսկ իմ մոտ կասկածանքներ առաջացավ բժիշկների մասնագիտական ունակությունների նկատմամբ, որտեղ ասում էր, լավ անելու է գաղուճը, արխային է սրտուցը գալիս տեղից, սենց անենք, նենց անենք։ Իրականում դա զարմանալի է, որպես կանոն այդ վիճակում գտնող մարդիկ մի քիչ ուրիշ ապրումներ, կյանքից կարճելու, չգիտեմ, կրկուններից կարճելու միջոցներ են բանանում Խորենը, այդ պահին էլ ինքը լավատես օպտիմիստ էր, հեսա դուրս եմ գալիս, միասին գնում ենք կապա։ Հետաքրքիր անձնավորություն է, իրականում եմ ասում, ամեն մարդու մասին կարելի է լիքը դրական բաներ ասել, իրեն բնորոշում այդ լավատեսություն, այդ դրական էներգիա և կամեցողություն, հետաքրքիր կամեցող անձնավորություն էր։ Երևի թե շաբաթվա մինիմում 3 անգամ հանդիպում էինք, ինքը տարբեր թեմաներով էինք զրուցում, բայց վերջին հաշվով գալիս էր ասում էր, արա մարդիկ ինչու են նախ Կամեցողությունը ինչու էր արտահայտում, ասում եմ ես կցանկանամ իմ բոլոր հարևանները, ընկերները, բարեկամները շատ լավ ապրեն, բայց ցավոք սրտի ես տեսնում եմ, որ ոչ այնքան իրանց վատ վիճակն է իրանց պատասխանում, որքան որ ես ինչը կա, ինչը իրանից լավ է։ Այ ես զարմանալի ես կամեցողությունը, իր լավատեսությունը, իրանից դուրս եկող դրական էներգիան եւ այս կամեցողությունը որ իսկապես հազվադեպ ցավոք սրտի հատկապես վերջին ժամանակներում դա շատ հազվադեպ հանդիպող հաղթություն է մարդ եւ նաեւ այնպիսի տպավորություններ որ մահը խորհրդի համար չի լինել բնականաբար 90-ական թվականներից սկսած իր ընկերություն են տարել Տարիքը գործերը անում է և բոլորս եք ինչ-որ խնդիրներ, ինչ-որ ժամանակահատվածում ունենում։ Դա չէր վերաբերում Խորենին, թվացյալ չէր վերաբերում, ընդհակառակը ինքը ինչ-որտեղ բոլորիս ամոթանք էր տալիս, որ ինչ է միան ստից ճնշման պրոբլեմով, այս պրոբլեմով ինչ է, ստից մտից բանա։ Օգտագործեք սա, օգտագործեք նա և մինիմում 100 տարի կապեք, այդ երևի թե, չգիտեմ, սխալում եմ, երևի թե ինքը շտապում էր ապրել և հոգեբանորեն կարծես թե
մահվանը հետաձգում էր։ Իզարմանս մեզ մենք իմացանք, որ ինքը ուներ որոշակի հիվանդություն էր, ես տիկնոջից, շատերիկից իմացա, որ գմշտապես ճնշում ուներ, բայց ինքը այնպես էր իրեն պահում, որ ոչ մի պրոբլեմ չունի, մահում շունն է, որ մենք դրա մասին խոսենք։ Դե, բանուր ազատամարտում եղել է ազատամարտում, խոսեմ, որ որոշակի իրեմ էլի, որ ժուրնալիստներին ասմա դրվից արնես ուսանողովա մտնում, ինքը ազատամարտի համար, զոհվածների, վիրավորների ընտանիքների համար այդ կանխավճարում էր։ Ամեն ձևի մերժվում էր այդ դրվից հանում էին ուսանողով մտնում էր ճապավանդակները հաղթալն էր, միայն թե ինչ-որ բան անի այդ ընտանիքի անդամների համար։ Եվ հետ գուցե ինչ-որտեղ կեղծում էր, ինչ-որտեղ խաղում էր, բայց այդ խորենվարի հարց ու պատասխանը խորեն ոնց ես, դե այսպես լավ չեմ եղել, դա կարող է ցանկացածը դա կրկնի, բայց դա մենակ խորեն էր համոզում, որ իսկապես ինքը դեռ այսպիսի լավ չի եղել, որը գիտեի, որ բնավ իրականության հետ չէր համապատասխանում, բայց ինքը դա կարողանում։ Չիկո, այսպես էին նրան անվանում մարտական ընկերները։ 1992 թվականն էր, ասում էր. «Տղերք, մտնելու ենք Զանգիլան»։ Գարիկ Խաչիկյանը հրացանի հետևի մասով գաջի կտոր է առանձնացնում պատից ու հորդորում Խորենին, որ ունիվերմագի պատին գրի հենց իր անունը՝ Չիկո։ 1993 թվականի հոկտեմբերի վերջին տղերքը մտան Զանգիլան։ 5 տղա մի շենքից։ Գևորգյան Գագիկն ու Արթուրը երկրորդ հարկում սպասում էին, որ Գարիկը, Լևոնը ու Խորենը իջնեն ու դուրս էին գալիս մարտական գործողությունների։ Բարս հետախուզական վաշտից էին։ Հրամանատարը Արթուրն էր Գևորգյան։ Այս տղաների համար ապրիլի 10-ը ճակատագրական դարձավ։ Թուրքերը մտել էին Սերաշեն և Հանդ գյուղերը։ Զոհվեց ընկերներից մեկը՝ Հայրապետյան Արան։ Տղեկը շատ լավ են հիշում, թե Խորենը ոնց էր սիրում ուտելու գործընթացը։ Սոված մնալ չէր սիրում։ Դա էլ շարժառիթ դարձավ, որ մի անգամ հացի գնալիս փրկեց վաշտի տղաների կյանքը։ Հիշեցին, թե ոնց էր ճաշի գույնից հասկանում աղի է, թե անալի։ Խորենի վերջին միջոցառումը Գորիսում էր, կուսակցական ընկերների հետ։ Մեր ժամանակ մի տարիքային տարբերություն է էլի զգացվում է, էլի ուղղակի ծանոթ եք ուսանական աշխատանքներից, սա ծանոթ եք մի գաղափարի, ասենք, ճանաչում ենք, ամեն ժամանակ ուսանողներ, վարորդներ, ջահելներ, ահելներ, ով մտածում է հայրենիքի համար, անկախ տարիքային, անկախ աշխատանքի վայրից, անկախ ինքը դպրոցական վերջի դասարանական ուսանողը, բոլորը իրար ինչ-որ միտեղ, ինչ-որ մի բանով ցույցերա, պատերազմա, վիրավորա, հիվանդանոցի մոտ, բանանցիկերի դաժե չես էր մնում, ու շտուանի ճանաչում ենք տարբեր ճակատները, ինք ավելի շատ ստեղվա մասնակցել ես, մարտակեր, ավելի մոտիկից հետո ծանոթացանք ժամանակավոր, սենց ասեմ, էլի հրադադարի ժամանակ խաղաղությունը չեմ օգտագործել բառը, որովհետև չեմ ասում հրադադար, որովհետև Խորենի տեսակներ ու բոլոր տեսածների, բոլոր հասկացող մարդկանց պետք է տեսակ լինի, որ մեր մոտ չի պրծել պատերազմը, այսօր նաև մեկ
չգիտենք նեշի որ մենք պատերազմ ենք ուզում, ոչ մեկ պատերազմ տեսած տղան չի ուզի կյանք պատերազմը հավիք։ Ուղղակի մենք հենց տարածաշրջանում ենք ապրում, աշխարհում են ձերի բաները կատարում, որ դա մեզնից չկախված։ Ոչ էլ մեր հակառակորդից, եթե ասեմ, էլի ես չի որ իրանք են անընդհատ բայց ուզել չուզել ոչ։ Պատերազմից հետո էր միջև ապրիլյան պատերազմը ահագին միջոցառումներ, պոստեր այցելել, ահագին տեղեր իրար շփվել, գաղափարը մեկն է, անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ տարբեր հայացքներից, ուղղակի մի բան է ավելի շատ մոտիկացումն ես իրար, որ հայրենիքի գաղափարը։ Բնավորի ձևի սրտացապալների չէ, որ ամեն օր միասին լինեինք ամեն բան, անընդհատ զանգեր, անընդհատ 16 թվին ինքը իրանց դաշնակցականները երնիկներ, արեգասար, մենք թալիշ, բայց էական չի, նույն ձևելիսը, նույն տեղն ենք, նույն տարբերություն չկար, ասենք, որադից կամ մարտակեվ կամ հայրենիքա հայրենիքա։ Հարցը անֆինանսական էր օգնում, բայց միտեղ ֆինանսական էր դրած, ասենք, գիտե, ես ինչի ծնունդն, այս ինչի երեխան պետք է գնա դպրոց, ես ինչի երեխին պայուսակ ապետ, ես ինչի մայրիկը մահացել է, ոսկի աստված հոգին մուսավորի ամեն ինչը մնա բոլորին թող ժամանակին նույն, բայց տրանսպորտի խնդիր կա, պետք է կարաս այդ կազմակերպչական ամեն ինչը նախ դիաբետ ես ինչա պետք ոնց կարաս անես, որ հետո ուզես անես, ուզելը շատ քիչ է, պետք է քո մեջ իր մոտ այդ երանդը կա, կազմակերպչականը կա ու շերցեք մտածումներ, որ ինչով կարանք օգտակարներ, չեմ ասում միշտ անհայտ կորածների այսօր հիմա բոլորս այսօր այս կարգավիճակում էլ ջահելներ ունենք, որ դա հապանից էլ կա, որ անհայտ կորած են, դա հենց բանը, որ պետք է միշտ ընտանիքի մոտ անես, միշտ ծաղկեր դնումով, ասենք կանչելով, մի քիչ զրուցելով, իրավոքսեր, իմ որ ասում մի այդ պահին գոնե կարած մի քիչ մարդուն հա բանից մի քիչ թոթափի այդ մտքերից, այդ բարվածությունից իր մոտ ամեն ստացվում էր, դա շատ ես ասենք այսօր դաժե հեռախոսումսկի համանել չեմ ջնջել, ճիշտ ասած չեմ պատկերացնում, որ մեկը կա այդ բանով դրա համար ներապետ մի տեղ գնում վիճած գալիս, այս բանը սենց է ուզում, ասում են այսքան չկա, այսա բան ինքը շատ շատերի համար էր, քաղաքում չեք կարող մի ընտանիք տեսնեք, որ ինչ-որ մի բանով օգնած չի միասին, ինչ-որ ֆոնդից արձագանք գալիս է հրաջան, ասենք, այս պահին 90-ականների վիրավորներին, կամ ապրիլյանի, կամ 20 թվի, դարաչում են ինչ-որ մի բանով, ասենք, մի քանի հոգի էլ ստերից, երկրապահից, մի քանի հոգի ուրիշ տեղից, մի քանի սեզորամասից բան, միշտ անում են, մեր հետ առավել ևս մենք ուրիշ տեղ թափ բանով, խոսալով, ամեն ինչով կարացել է, ամեն ինչով ես չեմ հաշում, որ ինքս դեր մենք, ասենք, հանդում կապսարաշերում ենք, հաշում ենք, որ ենք դերա, որովհետև ամեն ինչ, դաժե բլոկնոտ գրի չել ավարկել, որ սենց բան ենք անում, ասենք, բլոկնոտ չէ, բլոկնոտն էլ է պետք, գրիչն էլ է պետք։ Մենք ամեն ինչի մասին մտածում ենք, իսկ տենց մտածող մարդ է պետք, որ դե ամեն ինչ, ինք ասենք ինչ-որ մի բան ուղարկում է, մեջ կարելի ասած ամեն ինչը նմեր, թեկուզ քիչ, ավելի լավ այդ ձեր ուղարկես, քան թե մի աշիկ Իչեն ուղարկից բացի դա ջուր չուղարկից։ Ցավել եմ բառը չի, ուղարկի, ասենք, իրան ներկայությունը անմիջականորեն զգացում է, որ պակասում, էլ մեր հետ չի, այդ ձևի ասեմ, էլ ինչքան ենք ուզենք հավական բան չհավական կինո։ Երկնային օրենքն է, շատ շուտ հեռացող մեզանից, էլ չեմ ասում իրա մոտ գնալով, պատանի երկրապահներին տանի գտել, ծանոթանան, համ հարցը, ասենք, զինտեխնիկայի բանը չի, բայց ասենք, ճայլ տղայր նայում է, խորեն ունես նկարներ պահում 18, 19, 94, 3 թվի նկարներ, բան ասենք, հիմիկա 10-րդ դասանցի նայում է տելմա, որ իրանից մի քիչ մեզ մարդիկ կամավորիքներ գնացել են իրանց հայրենիքը պաշտպանելու
վերաբերում է հայրենիքի ես իրար ամենտեղ տեսել, ամենտեղ։ Եզակի կերպար, եզակի տեսակ, իրոք զգում ենք առանց բառերի, բոլորն զգում են, որ մեզ իրա ներկայությունը պակաս ամեն ինչով։ Եղել է, որ իրար հետ նստել եք ու գրել։ Շատ։ Ես 20 թվին եղել է, ասել եմ, դու առանձին գնայես առանձին, հելի մյա ձենով մի տե թակմունած եկենք համով կողքիշ չտեն։ Մենք ուխտ ունենք միշտ դեպի լույս ու գնում ենք մեր ճամփով, մրիկներով պատած անհույս սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, սուր ենք տեսել ու կրակ, մեր ճակատը դեմ ենք արել, մրիկներին հակառակ։ Ու թեպետ եւ պատառ մեր դրոշը սրբազան, ու մենք չունենք տեղ ու դադար երկրից երկիր ցիրուցան։ Բայց գնում ենք մենք անվեհեր, զարկերի տակ չար բախտի, մեր աչքերը միշտ դեպի վեր, դեպի լույսը, մեր ուխտի։ Ահա Խորենն ու իր թումանյանական գաղափարախոսությունը։ Ահա Նժդեհի զավակը, ով հետ կթողեց կապանատան պատմության մեջ։ Հայրենի հողի Խորենը, բնության Խորենը, բոլորիս Խորենը։